Մի քանի րոպե, մի քանի գործողություն եւ գործարքը պատրաստ է։ Սեպտեմբերի 1-ից մինչ օրս շուրջ 300 քաղաքացի ավտոմեքենայի սեփականության փոխանցում իրականացրել է առցանց karmia.gov.am հարթակի միջոցով։ Նոր հարթակի շնորհիվ քաղաքացիները հնարավորություն ունեն տրանսպորտային միջոցի ձեռքբերման վաճառքի ու գրանցման գործընթացն իրականացնել ընդամենը մի քանի րոպեում, առանց հաշվառման քննական բաժին այցելելու, ցանկացած վայրից, ցանկացած ժամի, հնարավորինս պարզեցված։ Հարթակի մասին իմացել եմ պատահաբար, որ արդեն հնարավոր է օնլայն տարբերակով իրականացնել առք-վաճառք, նվիրատվություն եւ նմանատիպ ծառայություններ։ Եթե զբաղվածությունը աշխատանքային բերումով բավականին ծանրաբեռնված է եւ եթե ֆիզիկապես դու դժվարանում ես ժամ գտնել եւ գնալ հասնել, հերթերի մեջ կանգնել, միանշանակ շատ հարմար տարբերակ է։ Բավականին հարմար տարբերակ է, մենք sense ասած փոխանակում ենք կատարել, երկու գործարք է եղել, նորից մեքենա վաճառելուց հաստատ օնլայն տարբերակով կանամ։ Իմ համար այդ մաքսիմալ հարմար տարբերակ էր։ Ոգևորիչ էր, որ շատ արագ տվեց մեքենայի սեփականատեր արագ լրացեց իր տվյալները, ես QR կոդը սկանավորեցի ու 2 րոպե է տևել ընդհանրապես որ վճարումը կատարել եմ ու փաստացի email-ի ստացել եմ արդեն պայմանագիրը, որ մեքենան հանդիսանում է իմ սեփականությունը։ Նոր եմ իմացել եւ փորձեցի ու շատ հարմար էր մատչելի։ Ժամանակի խնայողության համար այո խորհուրդ կտամ, որովհետեւ շատ արագ ստացվեց։ Ժամանակի կորուստ չեք ունենում, համար շատ թեժ է ծրագիրը աշխատում։ Այն որ ցանկացած ժամի ինքը լինում է օգտագործել իրան ծրագիրը, ու ժամի էլ լինի, որ ժամի էլ լինի։ Մեքենայի նվիրատվության գործարք են կատարել, ու ես նվիրատվություն ստացողն էի, որպեսզի չմոտենայինք հաշվառման կենտրոն, որոշեցինք ու ուսումնասիրեցինք ոստիկանության կայքը ու տեսանք, որ նոր գործիք է այնտեղ ներդրվել, որ հնարավոր է Հայաստանում գրանցված մեքենան արդեն առանց մեկնելու կենտրոն օնլայն տարբերակով անվանափոխություն կատարել։ Ավտոմեքենայի սեփականության իրավունքը փոխանցելու համար անհրաժեշտ է վաճառելու դեպքում նախ գնորդի հետ համաձայնեցնել վաճառքի գինը, իսկ նվիրատվության դեպքում վճարել ավտոմեքենայի հաշվառման գործողությունների տուրքը։ Շատ գոհ եմ, շատ արագ եւ առանց ավելով քաշքշուկների ստացվեց գործարքը, իհարկե խոսք կտամ այլ քաղաքացիներին նույնպես։ Ես ինքս ներկայումս պատրաստում եմ կրկին գործարք կատարել առողջարքի ու պատրաստում եմ, եթե հնարավոր լինի այլ կողմի հետ, ելի նույն ձևով կատարել գործարքը։ Հարմար էր, ինտուիտիվ էր, 2 րոպեում առողջարքը արվում է արագ ու վերջել։ Ոչ մի բարդություն չեմ տեսել։ Միանգամից մի քանի հարց է լուծում հարթակը, հերթագրում ժամանակի կորուստ, գույքահարկի հետ կապված տեղեկանքի խնդիրը նույնպես լուծվում է, որովհետև հարթակով միանգամից այդ գումարը արտացոլվում է, վճարում ենք օնլայն։ Մոտավորապես 2.5-ից 3 ժամ գոնե մինիմում այդքան ծախսում ենք, ես խնայեցի իմ ժամանակից։ Գոհ ենք մնացել, խորհուրդ կտանք, շատ հեշտ է, շատ արդյունավետ է, էլ չես այցելում ՀՔԲ գրասենյակներ, շատ լավ լուծում է ու գերազանց գործարվե։ Միանշանակ խորհուրդ կտամ համ ժամանակ խնայեն, համ ռեսուրսներ, իդեպ վճարներն եթե համարից չես փոխում, դրա համար չես վճարում, շատ հարմար է, միանշանակ խորհուրդ կտամ։ Հարթակի այդ մասին ումից որ մեքենան գնել եմ, ինքն էր ասեց, որ եթե էլեկտրոնային ստորագրություն ունեք դուք, մենք կարող ենք օնլայն գործարքը կատարել։ Տեղում արեցինք գործարքը։ Իրականում հարթակի աշխատանքը շատ պարզ է, շատ մատչելի է, իրականում արժի օգտվել հարթակից։ Հարթակը իդեալական աշխատում է, իրականում ավելի պարզ է, քան սովորական գործարքը ՀՔԲ-ում։ Հարթակը լայն արձագանք է ստացել նաև սոցիալական ցանցերում, քաղաքացիները կիսվել են իրենց տպավորություններով։ Ներքին գործերի նախարարությունը հիշեցնում է, որ ավտոմեքենայի առուվաճառք իրականացնելիս գնորդը պետք է ունենա վարորդական իրավունքի վկայական, վաճառվող տրանսպորտային միջոցը պետք է ունենա միայն հերթական կամ ցանկալի պետհամարանիշ։ Հիշեցում, եւ գնորդը, եւ վաճառողը պետք է անցնեն խիստ նույնականացում ԵՍՄ համակարգի միջոցով անվտանգության բարձր մակարդակ ապահովելու համար։